Սահմանին սադրանքներ, ներսում վարժանքներ, ինչի է պատրաստվում Բաքուն այս փուլում։ Ուժի ցուցադրում է դա հենց համարվում, որ մենք նաև պատրաստ ենք, եթե քաղաքական օրինակ զիջումները չգնանք, մենք մեր հարցերը կփորձենք նաև ոնց որ 20 թվականին ենք իրականացրել, 23 թվականին ենք իրականացրել, ասենք ռազմական գործողությունների միջոցով նաև հասնել իրաց նպատակին, բայց ավելի շատ դա ճնշում եմ ես համարում այս բանը։ Նույն տրամաբանությամբ Ադրբեջանը հանգիստ չի տալիս Սյունիքի գյուղերին։ Պարբերաբար Խնածախի, Խոզնավարի, երբեմն էլ Սոտքի ու Տավուշի գյուղերի ուղղությամբ արձակվող կրակոցներն ըստ մասնագետի ճնշման հաջորդ գործիքն են Ադրբեջանի ձեռքին իր հեռահար պլաններն իրականացնելու համար։ Տեղերում ստեղծում են այնպիսի վիճակ, որ մարդկանց մոտ կա վախի մթնոլորտ ստեղծվի, մարդիկ ապագայվա կամ իրենց պլանավորված միջոցառումները սահմանափակ իրականացնեն։ Այս օրերին ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում են մասնակցելու Մարմարից քաղաքում անցկացվող միջազգային զորավարժություններին, իսկ Ադրբեջանն իր տարածքում փորձարկել է նաև ավիացիան, հոտ բարձրացնելով ուսումնամարտական ինքնաթիռները։ Դրանց նպատակները մասշտաբների մեջ չի, դրանց նպատակները համագործակցություն կազմակերպելն է եւ ավելի շատ այդ հիմնական բջիջները նախապատրաստելը, դրան պատասխանատու կառավարման մարմինները նախապատրաստելն է, կապի համակարգի ստուգելն է, այսինքն այն ամեն ինչը, որը պետք է լինելու նախապատրաստում միջև ամբողջական զորքերի կիրառում իրականացնելիս։ Երևանից ապառազմականացում պահանջող Բաքուն ինտենսիվ զինվում է, շարունակում զենքի գնումները։ Արդյոք նոր պատերազմի են պատրաստվում, թե այսպես կոչված խաղաղության բանակցությունները կփրկեն վիճակը։ Երբ որ դրան համար անհրաժեշտ կամ պայմաններ ստեղծված լինի, կամ գտնեն, որ կա կոնսենսուս, թեկուզ ռազմական գործողություններ, թեկուզ մասնակի իրականացնել բանը, կարծում եմ, որ կփորձեն իրականացնել, դա չի կարելի ամբողջական ասել, որ ամեն ինչը մեզ մոտ հանգիստ է լինելու, խաղաղ պրոցեսները գնում են ամենաբարձր մակարդակի վրա։ Դիվանագիտական, ռազմական ու մյուս ոլորտներում Ադրբեջանը ձեռքը զարկերակին է պահում, փորձում մաքսիմալ լարել ճնշումը, ասում է ռազմական փորձագետը։ Երևանը պետք է փորձի հնարավորինս վերականգնել ռազմական բալանսը։ Առանց դրա առնվազն կասկածելի է դիվանագիտական ճակատում կառուցողական երկխոսության հեռանկարը։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։